Կյանքում փնտրում եմ մի աղջիկ բլոնդ թե սևուկ կարևորը օջախի աղջիկ լոս ես թե նալջիկ ռուս ես թե տաջիկ բոլորը ման են գալիս օջախի աղջիկ նա կարա լինի Արնախում ինչպես չղջիկ բայց կարևորը լինի օջախի աղջիկ խաչիկը վաճիկը քաջիկը ինքյացման կգան միայն թե հասնեն օջախի աղջկան օջախի աղջիկ սիրունիկ աղջիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ տաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ տաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ Սուսեք լավ սկսվավ Այս Ռուդիկի հիշողությունն էլ տեղը չեկավ։ Այս Թովմասուրը։ Նաչալնիկ ջան, մենք իրան բաց ենք թողե։ Այսինքն բաց եք թողե։ Գժվել եք արա։ Դուք ինձ ինֆարկտի կհասցնեք։ Խիբաս թողեք։ Հազի մեր ձեռներ ենք։ Պարոն Մինասյան, մենք երկար բարակ մտածեցինք, խորհեցինք եւ հասկացանք, որ մենք ստիպողաբար չենք ցանկանում մասնակցել օջախի աղջիկ մրցույթին։ Այ նաչալնիկ ջան, մեզ է ճիշտ հասկացի, այդ տղին օջեք կարա ստիպենք, ասենք կարի մեզ հավանի չիլնի տենց էլի ցավը տանեմ։ Համել ամուսնությունը հողքոտ չի, որ զորով գցած ջեբներս Մինասյան։ Հələ սպասեք լարա։ Այո, կալբաստ։ Ապեր, աղջկաս ու Շելարայանի տղու ամուսնությունը ինչ է լավ։ Ես արդեն հարսնիկի համար զալի հետ խոսացել եմ Գրիշ Աղախանյանն վարելու միջև ժամը 8-ը 8-ից հետո Ավոն ու Նազոն են կպնում 9-ին Հայատ պրոջեկտն ա գալի ես նկարեմ արևը որ տակ պահե մեզի տորտ էլ 28,000 ձվից արնելու Այդ մենակ առաջի հարգը Շատ լավ է, կալբաստ ջան, շատ լավ է։ Դու ասա ձեր մոտ ինչ կա Պրոցեսի մեջ է, շեֆ ջան։ Ամեն ինչ լավ է, ցավը տանեմ։ Մեր զույգերը հələ ոնց որ շփվում են, ոնց որ ճանաչում են զմիմյանց։ Ուզում եմ ասեմ, ամեն ինչ լավ է լինելու, էլի։ Լավ, դե ուրեմն կապով Հա։ Հա, շեֆ ջան։ Ապեր, հələ տրուկ կեն տուր Սուզին։ Շեֆ ջան, ճիշտն ասած հիմա Իրան եմ ման գալիս։ Ոստե ման եմ գալım։ Ուրա։ Շեֆ ջան, տես մի փոքր միջադեպ եղավ, նեղացավ գնաց։ Հիմա Իրան եմ ման գալիս։ Հələ թափով քթի։ Թե չէ կալբաս սամոն ընձի կսարքի սուժուղ քեզ էլ բաստուր մարա։ Ի։ Ուրեք տարե Թովմասի, նարա։ Նաչալնիկ ջան, մենք իրան տայել ենք ռեստորան։ Ասինքն դե իրան թողենք, որ ինքն դեղ արտանա, մտածի ռեստորանում ա եղե։ Այն ռեստորանում 1000 մի աշկ կա։ Հələ կստացի։ Անդելիքա աշխատող կար։ Մենք մատուցողին 2 կոպեկ փող տնենք ջեբը, ասինք դու ես հարցերը սաղ գցի տեղը, սաղ տոշնյան ցավը տանեմ։ Ես ձեր հետ հետո կխոսամ։ Ռուդո, քելե եթանք տենանք էդի ռեստորանում ա թե չէ։ Արա, ես ինչ էշեմ ես։ Սյուզին հազիվ եկել էր խոսայինք իրար հասկանայինք, ես էլ ինձ անամոթի պես պահեցի։ Ոնց ասում է Գուսան Արփիկ Գաբրելյանը, եթե ծաղրացու եմ քեզ համար, եղել, այն երկու աղջիկն են մեղավոր, եղել։
Բարև Սոխակ ջան։ Բայց իր վրա այդ սոխակի հոտ չի գալիս։ Ստեֆանի, դե նկատի ունեմ երգիչ էլի։ Բարև աղջիկներ։ Մենք գիտենք, որ մանես գալի քո սրտի տիրուհուն, Քո կույրաղիքի թագուհուն, քո սրտի տիկնիկին։ քո լյարդի մարալին։ Ստոպ, աղջիկներ։ Ուր դուս գիտեք։ Գիտի լրիվ դեբիլ ենք։ Եթե նույնիսկ դեբիլ ենք, շուստրի դեբիլ ենք։ Արի ցույց տանք։ Ուրա քո միակը, չկա քո միակը, գնացել է հերու Վայ ալա։ Ընկերս ես գրազով խմող եմ, քանի շիշ պետքա գլորեմ։ Յա, այն էլ մեր քեվ չի աղբերը։ Ուստե սպասի, եսը կասեմ ինչ ենք խմեմ։ Ալո, բարի երեկո, աշխարհի ամենացենտր տուր օպերատորին։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Արա մի օր ձեր հետ չխոսամ կգժվեմ։ Ոնց ես Աչուն ջան։ Լավ, դուք։ Լավ եմ, ցավը տանեմ։ Ամեք նայեք, ես նոր սկսել եմ վայելել իմ հանգիստը, ու այսօր ուզում եմ մի հատ լավ լվացք անեմ։ Լվացքի համար կարող եք դիմել reception եւ բոլոր խնդիրները արագ կլուծվեն։ Տոշե ցավը տանեմ, նկատի ունեմ։ Ուզում ենք մի լավ խմենք, էլի, մի հատ ուժեղ փարթի անենք, էլի ընկերներիս հետ։ Ամեք դուք ինչ խորտ կտակ խմենք, որ համ տրամներս բարձր լինի, համեստեի հանգստացողների հետ դեբոս չբռնենք, էլի։ Իհարկե մեր գործառույթների մեջ չի մտնում խմիչքների խորհրդատվությունը, բայց քանի որ ձեզ շատ ենք սիրում, կփորձեմ նաև այդ հարցում ձեզ օգնել։ Կարող եմ խորհուրդ տալ կոկտեյլներ, օրինակ Bloody Mary, Dudu, Mojito Long։ Այ քուրս, ես քեզ խնդրում եմ խմիչք խորհուրդ տաս, դուրրեպ ես կարդան։ Դրանք բոլորը կոկտեյլների անվանումներ են, պարոն Մինասյան։ Արա կոկտեյլը որն է, լիկյոր։ Պարոն Մինասյան, կոկտեյլները խմիչքների խառնուրդներ են, փորձեք, չեք փոշմանի։ Լավ, ցավը տան։ Ոնց ասես տենց է կանեմ։ Եթե ասեք գնա գլուխդ պատով դու, կեթամ ու կխփեմ ախպեր։ Այդքան ձեզ հարգում եմ, Travel One ջան։ Լավ, կապով ցավը տանեմ։ Մի հատ է հիշեցրայել այդ խմիչքի անունը, ոնց էր։ Կոկտեյլ։ Կոկտեյլ։ Կոլե։ Լավ, ցավը տանեմ, հիշամ, հա։ Կապով ցավը տանեմ, դավայ։ Ստայցու, պարոն Մինասյան։ Ռուդոլֆ, մի բան ասեմ չես հավատա։ Այս տղու մասին ես մի 10 օր առաջ իմ իմացել եմ, քեզնից եմ լսել։ Հա? Ես իրան գիտե։ Կամացալա։ Արա դու որ սաղիր, անես տպերի գիտեի բրատ։ Դե քել է մեր աղբոր հետ ընկերություն ունենք։ Hello, bro. Hello. Drink? Drink. Cocktail, drink. Drink. Barrik. 3 cocktail drink. Okay. You're welcome. Ապե մի բան ասա։ Դե սկզբի համար բարով տեսանքը լավ է։ This is drink. Good view. First genats good view. Option good day. Mezi broja. Լավ է սիրախպես։
Այս ինչ է կարը։ Դուք չգիտեք, որ սրա համար ձեզ դատ ասնում առևանգման հոդվածով մինիմում 5 տարի։ 5 տարի։ Ստեֆանի, այդ 5 տարին վարչապետի ընտրությունների տարի չի։ Վիվիան լավ, մի կատակի։ Չես տեսնում տղեն նեղված է։ Գիտես, ապեր ջան, այս աղջկան ինչի համար ենք գողացել։ Այս սրա։ Բարևապես, ես Իզան եմ, բայց քեզ համար մեծ են Իզաբելլա Ադամովնա։ Ուրեմն ուշադիր լսիր, եթե ուզում ես այս աղջկան բաց թողնենք, մեզ ասում ես, թե որտեղ է Շելարայանի տղան։ Շելարայանի տղեն։ Ինչ իմանամ ուրա Շելարայանի տղեն։ Հա? Ուրեմն մենք էլ չգիտենք, թե որտեղ է քո հավանած աղջիկը։ Այդ աղջկա բերանը բացեք, հասկանանք ինչի է իրան ճղում։ Սյոպիկին բաց թողեք, ինքը իմ հետ կապ չունի։ Ինձ ասելու բան ունեք, ինձ ասեք։ Համարցակն ես երևում։ Իզաբելլա Ադամովնա, մենք էլ ենք, չէ՞ համարցակ։ Հա, դուք էլ եք համարցակ։ Իսկ Ստեֆանին ավելի համարցակ, թե ես։ Ստեֆանին։ Իսկ Իզաբելլա Ադամովնա, ես եմ ավելի համարցակ, թե Սյուզին։ Լավ, աղջիկներ, մի րոպե սպասեք, հասկանանք ինչ է ասում։ Ուշադիր լսում ենք, ասելիքդ ասա։ Ոնց հասկանում եմ, մենք էլ ենք պայքարում Շելարայանի համար, դուք էլ, չէ՞։ Այդ Ռուդին է իր աշտանգիստներով պայքարում։ Իսկ մեզ համար այդ տղային մեզնով անելը մի բաժակ ջուր խմելու պես բան է։ Այսինքն, եթե ես հիմա մի բաժակ ջուր խմեմ, Շելարայանի տղեն իմը կլինի։ Սպասի գնա մի բաժակ ջուր բերեմ։ Դե որ այդքան վստահ եք ձեր ուժերի վրա, եկեք տեսնենք Թոմասը ում է հավանում։ Ես վստահ եմ, որ մեր աղջիկներից մեկին է ընտրելու։ Ով այդ Ռուդի քնձխները, դրանք Սկիպրից դրիցելսկի սիմպաթի չեն կարող ունենան, ուր մնաց տղա գրավեն։ Լավ։ Ուրեմն եկեք արդար մրցույթ անենք։ Ում Թոմասը ընտրի, նա էլ կդառնա Թոմասի կինը։ Համաձայն եմ։ Ստեֆանի, դու էլ ես համաձայն։ Դինա, եթե դու ասում ես, որ դու համաձայն ես, ես վրաս քո հետևից արագորակ ասեմ, որ ես էլ եմ համաձայն։ Բայց եթե դու ասես, որ դու համաձայն ես, ես էլ կասեմ համաձայն չեմ։ Համաձայն եմ։ Ես էլ եմ Раджан, это тебе. Thank you. Отдай своим чутик буликներ, թող կուշը տանեն էլի։ Նամել կոկտեյլ։ Okay. Hello, bro. Следующий тост. For memories. For gigabytes. For жесткий диск. За хорошие воспоминания. One minute, please, please. Արա մերնեմ քո կյանքին Աշոն ջան, արա ես ինչ ուժեղ կոկտեյլեր հորս արել 25 բաժակ խմինք, արանես պրիատներ մեկ էլ տենց հաճելի միջավայրում ընձի զգացել եմ Արտաշ Ասատրյանի համերգին Շատ լավ, պարոն Մինասյան, շատ ուրախ եմ, որ ձեր հանգիստը լավ է անցնում։ Travel One ընկերությունը կարող է առաջարկել ձեզ տուրեր Եգիպտոսում, օրինակ այցելություն նավարկությամբ դեպի Սպիտակ կղզի, նաև կարող ենք առաջարկել մշակութային տուրեր, որոնք ավելի նորովի կբացահայտեն Եգիպտոսը ձեզ համար։ Բեսամ ցենտր։ Արա մերնեմ ձեր կյանքին Travel One ջան, արա դուք ես ընթացքում ընձի ծնողություն է կարել, օրս Աշոն ջան, դու вообще չպետք է խնդիր ունենաս, ով քեզի նեղացնի, չէ՞։ Արա գլուխը կուտեմ, արա, կոկորտը կգդրեմ, արա, մազերը կխուզեմ, տո ոտը բու։ Մերսի, պարոն Մինասյան։ Լավ, կապով ծավը կան։ Ստեսություն, պարոն Մինասյան։ Բրատ, մի հատ էլ կենաց ես ասեմ։
Ջան ցավը տան։ Արի ես էլ խմենք մեր հայերի համար, ովքեր սփռված են ամբողջ աշխարհում։ Հաստատ ընկերս։ Ասենք կապ չունի, ուր դես, որ հողի վրա ես։ Ամենակարևորը, որ հայտ ենաս, երեսը չթեքես։ Արո դու կես օր տարիք ես ձեր ցավը տանեմ։ Ջան, բրացիա։ Այս ինչ ծխվել, մինաչան, ախպեր դու հայերեն ես խոսում։ Զատու հայերեն ենք խոսում, էլի։ Արաբան շուտ ասա, մեռնեմ կյանքի դա, արեմ այդ պակ եմ ջիգար։ Բարիկ ջան, ոտկա դավայցի նալիվայկա հապեր։ Այս հայա։ Սյուզ կանգնի, Սյուզ։ Մի վարքյան կանգնի, ասում եմ, այն ինչը որ դու ջակուզիում տեսար, իրական չէր։ Արի լակոտություններից չխոսենք, լավ։ Սյուզի ջան կկանգնես մի վարքյան։ Սյուզի, ասում եմ ինձ խաբեցին, ու ասցին որ դու կխանդես։ Հա, ընդհանրապես զզվեցի քեզնից ուղակի։ Կապրենք կտեսնենք, խանդում ես թե զզվում։ Սյուզի։ Տենց, Սյուզի ջան, քո հետ խոսալուց հետո քո մասին բաց թողեցի։ Շատ էլ լավ եք արել։ Ոչ մի բան ստիպողաբար չի կարող լինել։ Ասեմ ավելին, կտեսնեք, որ դուք գնալով ավելի լավն եք դառնալու։ Այսինքն դուք արդեն լավն եք։ Ես ձեր աչքերում դա տեսնում եմ։ Այն ինչ որ դուք ցույց եք տալիս աշխարհին, դա պաշտպանական կերպար է, դա կյանքն է ստիպել, բայց գնալով կլինեք այն, ինչ իրականում կաք։ Սուզի ջան, այնց լավ ես բացատրում։ Այ օրինակ ես Ազիզ, շատ դժվար կյանք եմ ունեցել։ Եկա, Ազիզներ, լայքին չիպսեր եմ ձեզ բերե։ Երեխեք ջան, հլա ասեք տենամ, ավարտելուց հետո որտեղ է ուզում ընդունվի, ով իշ մասնագիտություն է ուզում ընտրի։ Օրինակ ես ուզում եմ դերասան դառնամ, հայտնի լինեմ, հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվեմ։ Իսկ ես ուզում եմ բժշկուհի դառնալ, մարդկանց բուժել, որ բոլորը առողջ եւ երջանիկ լինեն։ Ես ուզում եմ բիզնեսմեն դառնամ, որ հարուստ լինեմ։ Ռուզան ջան, բա դու ինչ ես ուզում դառնաս։ Ես? Դե ես ուզում եմ մամա լինեմ։ Մամա? Այսինքն, ոնց մասնագիտությամբ մամա։ Տղալիներ կմտածեին բանակից ազատվելու համար ես այդպես բան ասում։ Լավ, ինչ եք ծիծաղում, մաման սրբություն է։ Չնայած սրբություն, մի անգամից տեր դառի։ Ոնց թե։ Ես ուզում եմ մամա լինեմ, որ երեխեքիս ճիշտ դաստիարակեմ, ճիշտ ուղու վրա դնեմ ու իրաց տպատակներին հասցնեմ, եղավ։ Հենա մաման կա, եկեք մի հատ պապաճարենք։ Բարդ մասնագիտություն ես ընտրել, բայց ես վստահ եմ դուք ընդունվես քո ուզած ֆակուլտետը, մայրիկ ջան։ Ուրեմն սենց, դու 5000, դու 5000, իսկ դու 5500։ Մի րոպե, ես ինչ թվեր է։ Դե գոնձս, էդ են թվերն է, որ պետք է ինձ տակ չիպսի համար։ Թե չէ սաղիցը չորով կստանամ։ Քրեր, էսի բեկոնի մյուսնա, հələ մի հատ օգտվեք, ենքան համովա ուշկներդ կգնա։ Մայրիկ, շատ հետաքրքիր աղջիկ ես։ Դեռ մանկուց ցանկացել ես մայրանալ եւ երեխաներ դաստիարակել։ Ազիզ, դե ես շատ խղճով եմ, ես նենց մեծ սիրտ ունեմ, որ ոչ մեկը չունի։ Այ հենց հիմա ես հասկացա քո բարդույթները որտեղից են գալիս։ Նայ դու միշտ մտածել ես, որ դու մայր ես։ Չես կարող վայելել կյանքը, ուրախանալ, լինել ցանկալի կին։ Հա, մայր լինելը ամենաբարդ մասնագիտությունն է, բայց մեկը մեկին չի խանգարում։ Կարող ես եւ լավ մայր լինել, եւ ցանկալի կին։ Այ հիմա որ սենց խոսում ենք, նոր եմ հասկանում, ինչի եմ ես միշտ ճշտերի մեջ ապրե։ Կրիմինալի մեջ եղե։ Սյուզ ջան, մերսի քեզ շատ։ Քո հետ խոսել ինձ շատ օգնեց։ Իմ մոտ էլ է նույնը։ Փոքր ժամանակվանից ես շատ կոմպլեքսներ եմ ունեցել։ Երեխաներ սկսեցինք։ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4։ Ձեռքերը առաջ պարզած։
Կարապետյան Հասմիկը որտեղ է։ Հանդերձարեն Մանկեր Ղազարյան։ Լավ, շարունակում ենք։ 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Այս բան չի վրա եք ծիծաղում։ Հեչ, անեկդոտ ենք հիշել։ Անեկդոտ։ Իսկ կարող է այդ անեկդոտը ջարդած քթի մասին էր։ Չէ, տենց անեկդոտ կա։ Հեսա պատմեմ լսի։ Էս ինչ ես անում, այ անդասիրակ։ Հասո, լույս տպել ես։ Խի մենակ իրա։ Ես անդաստիրակ չեմ։ Մի օր աղբորս պարծիվկեն հակնում եմ, իշնում եմ ֆիզկուլտի դասի։ Դե աղջիկեր կեն վաղտ շորի խնդիր շատ ունեինք, շուշուտ է էլի աղբերներից պարծիվկե կհակնում։ Հասմիկ, բայց ես կարծում եմ, որ տղաների հագուստները քեզ կսազեին։ Հասո, աղջի քեզի այդ ժամանակվանից կարիճ են ասե, հա? Կարիճ հայաթում էին ասում։ Դե դեպքից հետո հասկացա, որ ամենահեշտ լուծումը էդի քիչ ջարդելն է։ Ու ոնց դուք եք հասկանում, հայաթի սաղ տղեկի քթերը ջարդած էր։ Դե աղբերներս ինձ շատ էին դուխ տալի, ես էլ ոնց որ միշտ լսող եմ եղել իրանց։ Նայեք, որ ուշադրի լինեք, մարդը իր խոսքի մեջ ամեն ինչ ասում է։ Հասոն, ամեն ինչ արել է, որ եղբայրների դուրը գա, որ ձեր լեզվով ասած դաբրոն տան, չէ, աղբերները։ Ու այդ ընթացքում իրականացիությունը կորցրել է։ Բայց դե ամեն ինչ իր դրական կողմերը ունի։ Քեզ կարողացել ես պաշտպանել։ Դե հա։ Աղջիկներս, որ ետադարձ հայացք եմ նետում։ Ես էլ եմ հասկանում, որ շրջապատի ազդեցությունը ինձ իրոք փոխել է։ Դե երեխեք ջան, ասեք տեսնեմ ով է պատրաստ այսօրվա դասին։ Ես ասեմ։ Սպասի Իրաչուհի։ Դու ամեն օր դաս ես պատասխանում։ Ես ուզում եմ, որ այսօրվա դասը պատասխանի Լևոնը։ Լևոն ջան, ասա խնդրեմ մի քանի ստեղծագործություն Հովանես Շիրազից։ Ես ասեմ։ Ասա Իրաչուհի։ Հովանես Շիրազը գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, օրինակ Գարնանամուտը, Բիբլիականը, մոր մասին բազմաթիվ երկեր։ Եվ այդպես անցավ նրա պատանեկություն։ Եվ այդպես երեխեք ջան, զանգը տվեց, ես կրկին չկարողացա ձեզ դաս հարցնեմ, որովհետև Հրաչուհին բոլորիդ փոխարեն պատասխանեց դասը։ Ես կարող եմ նաև նրա հայրենասիրական բանաստեղծ, ախր ընկեր Սաղաթել է, ես կարող եմ նրա պատմություններից ես Ազիզ, դե դու էլ այդ երեխեքին չես թողել խոսան, սաղ իրանց տեղը պատասխանել ես։ Որովհետև ես իսկապես շատ եմ սիրել սովորելը, և ես ունեմ մի քանի կարմիր դիպլոմներ։ Ու ցավալին էն է, որ մեր հասարակության մեջ տգետները ավելի շատ են։ Դու երևի շատ ես, չէ՞ լսել շուրիկ, դոձիկ, գիրք կրծող։ Ազիզ, բայց մի էլ այդպես բաց չկա։ Աղջի ես են օրը Facebook-ում կարդացի, կրծվելու նորաձև է։ Մայրիկ, չենք քաղաքականացնում։ Իդեպ աղջիկներ, այս տարածքում էլի մարդիկ կան, ովքեր պայքարում են Թոմասի ուշադրության համար։ Բայց ես հավատում եմ ձեզ։ Ես հավատում եմ, որ դուք կընդունեք ինքներդ ձեզ ինչպիսին որ կաք և ձեր թերությունները կդարձնեք առավելություն։ Ես վստահ եմ, որ դուք հաղթելու եք։ Ազատաբոյու Արարատ! Armenia моя. Знаю, мама, Armenia, ты ждешь меня! Հավլաբարում ձյուներ գալիս, Եգիպտոսում պայծառ արև, ինձ քեզանից բաժանող է, ջան, սավը տանեմ դիպմերը տենց մեղավոր է, արա վայ, արա վայ, սկարանից վայ, Ես ձեզ կօգնեմ հաղթել։
ձեր թերությունները ներկայացնել իբրև առավելություն։ Ես ձեզ կօգնեմ ձեր ուժեղ կողմերը օգտագործել ու գրավել Շելարյանին։ Այս պահից սկսած դուք պիտի ապացուցեք, որ ունեք ինտելեկտ, կամքի ուժ, հմայք, հոգատարություն եւ կարող եք լինել գեղեցիկ, հաջողակ, հասկացաք։ Աղջիկ, ոսիմ կարակ չանանգստանակ։ Շելարյանը մեր հնգերն է, մեր աղբերն է, մեր խարևն է, ու ամեն ինչ տոշնի է լինելու։ Ու ինչպես ասում է իմ օգնական գուսան Սերժանտ Ավագյանը, Թովմասը մերնա, մերնա, Թովմասը մերնա, Եգիպտոսում չարեն մի հայ Թովմասի տերնա։ Երեխեք, ինչ եմ դիմանում։ Բա մենք սրանին կարժանի։ Թե ասա ում էինք ժամը 6-ից հետո մի կտոր հաց տվել։ Դե ասա ում ձերի փոքր շնիկին ենք քշասել։ Երեխեք, Իսաբելային հիշում եք։ Որ Իսաբելային, այն որ իր նույն մոդելին 4 տարբեր տղամարդկանց հետ պսակեց։ Հա, ասում եմ կարողանանք զանգենք Գայանի լեզվով ասած ապրաշատեղնինք։ Հա, ես համար ունեմ։ Գիտեք քանի անգամ այն զանգել կանչեի իր մոտ։ Այդի Ռուդի խաթր չեմ գնացել։ Ճիշտ է երեխեք, պետքա Գայանին ասենք ու զանգենք։ Հա, համաձայն եմ, ով կասի։ Տենց չի լինի, պետքա բոլորով պայմանավորվենք ու միասին ասենք։ Ուրեմն ես կասեմ 3-2-1 ու բոլորովս ասում ենք Գայան, սենց չի լինի, եղավ։ Գնացինք։ 3-2-1 Գայան, սենց չի լինի։ Ես ձեն լսեցի, թե մեկին վիզը ճտաց, էդ ով էր։ Գայան ջան, մենք քեզ չենք խաբել, մենք օգնության կարիքն ունենք։ Հսեք տեսնիմ ինչ է։ Մենք պետքա Իսաբելային զանգենք։ Դիղ ով է։ Լավ, կուդամ, բայց ասիք, ձեր վերջի շանսն է, որ կծել եք ոտներիս, չէ, ոտերներըտ կճարտեմ։ Ես գնում եմ գինետուր, դարդերս մորանալու, կորցրել եմ իմ յարի։ Տղաներ, հասո ինձ տեսել եք։ Հալի երևի գնացել են քնելու։ Տարօրինական։ Այսօր մի քիչ լուրջ խոսակցություն ենք ունեցել։ Հուսով եմ չեն նեղել։